Սիրելի ժողովուրդ, այսօրվա մեր հանդիպումը սկսում ենք և հույսով եմ, որ մեր հանդիպումները շատ չի լինի, մենք շատ արագ կհամախմբվենք, շատ արագ կկատարենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան ոչ միայն տղաներին ծափ ողջուններով այստեղ դիմավորելու, այլ նաև երկրում արմատական փոփոխություններ անել։ Այսօր ըստ էության իշխանությունները անցել են տոտալ քարոզչական գրոհի։ Փորձում են ահաբեկել և մեր ապստամբ ազատամարտիկներին և քաղաքացիներին, ընդ որում օգտագործվում է նաև տեխնիկա և հատկապես ուղղաթիռներ, այսօր շատ օգտագործեցին։ Ցավալին այն է, որ նա տեղեկատվություն կար, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս։ Այսօր ևս մի տեղեկություն սփռտնեց, իբրև թե Կադիրովը Հայաստան տղաների հետ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել։ Ուրեմն իշխանությունները պարտավոր են հրապարակային հայտարարություն անել, որ Հայաստանում որևէ օտար ռազմական տեխնիկա, որևէ օտար զինվոր, որևէ օտար վարձկան չի լինելու, չի օգտագործվելու մեր ապստամբ ազատամարտիկների և մեր ժողովրդի դեմ։ Ցանկացած պարագայում խնդիրը մնում է նույնը, կամ ինքնազոհ ապստամբ ազատամարտիկներ, որոնք պատրաստ են իրենց կյանքի գնով կամրջել մեր հաղթանակը, կա խորը ճգնաժամի մեջ թաղված Հայաստան, որը ունի բազմաթիվ խնդիրների լուծման անհրաժեշտություն, և կա ժողովուրդ, որը պետք է տեր կանգնի և իր երկրին, և իր ապստամբ ազատամարտիկ զավակներին, և իր ապագային, որովհետև միայն միասնական ժողովուրդն է իր կամքը պարտադրում, միայն միասնական ժողովուրդն է, որ կարող է հաղթանակ տանել, և միայն միասնական ժողովուրդն է, որ Հայաստանն կարող է ապահովել պայծառ ապագա, ուրեմն մենք չունենք այլ ճանապարհ, քան հաղթանակն է, հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես ամեն մի հավաքի ընթացքում, այսօր ևս հավաքը կբացի Ալեգ Ենիգոմշյանը իր տեղեկատվությամբ